ներկայացնեմ, որ հիդրոթերապևտաբանության եւ մոնիտորինգի կենտրոն ՊՕԱԿ-ի տվյալների համաձայն Երևան քաղաքում հատկապես կենտրոն վարչական շրջանում նոյեմբերի 17-ից 25 ընկած ժամանակահատվածում մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիան գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 1.4-ից 4 անգամ։ Հատկապես բարձր է եղել նոյեմբերի 21-ին եւ նոյեմբերի 25-ին համապատասխանաբար 4 ու 3.5 անգամ գերազանցելով սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Արաբկիր վարչական շրջանում նույն ժամանակահատվածում փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է 1.1-ից 1.6 անգամ, իսկ Շենգավիթ վարչական շրջանում միայն նոյեմբերի 25-ին գերազանցելով սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 1.2 անգամ։ Նոր վարչական շրջանում չի գերազանցվել փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Ազոտի երկօքսիդի պարագայում ունենք նոյեմբերի 17-ից 25 ընկած ժամանակահատվածում կրկին կենտրոն վարչական շրջանում 17-ից 19 գերազանցվել է 1.4-ից 1.6 անգամ, Արաբկիր վարչական շրջանում նոյեմբերի 17-ին եւ 20-ին եւ նոր վարչական շրջանում նոյեմբերի 17-ին եւ 22-ին 1.1 անգամ, իսկ Շենգավիթ վարչական շրջանում նոյեմբերի 25-ին 1.3 անգամ։ Նշեմ, որ այս նույն ժամանակահատվածում ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան աճել է, սակայն չի գերազանցել ոչ մի վարչական շրջանում չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Գետնամերձ օզոնի պարունակությունը եւս չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Նշեմ, որ վերջին օրերին անտիցիկլոնի կենտրոնի Արկայությամբ օդի տուրբուլենտականությունը արածյան գոգավորությունում դադարել է, իսկ դա իր հերթին հանգեցրել է օդի տեղաշարժի կանգման եւ օդի աղտոտվածության կուտակման, ինչն էլ նաեւ նպաստել է այս իմ կողմից նշված թվերի բարձրացմանը եւ նաեւ առաջիկայում, քանի որ չի ակնկալվում օդի մթնոլորտային հոսանքների տեղաշարժ, առաջիկայում եւս կպահպանվի այս դիտված պատկերը մինչեւ հետագա օդային հոսանքների տեղաշարժի փոփոխությունը։ Այսքանը։ Վերջին օրերին արևին զուգահեռ որ կարծես անպամատություն էր տիրում քաղաքում, դա եղանակային դրսևորում է, թե օդի աղտոտվածության դրսևորում, այսինքն ծուխ է, թե ինչ է։ Դա ինչպես ես նշեցի, արարատյան գոգավորությունում կուտակված օդային զանգվածն է, որը իր մեջ նաև աստիճանաբար կուտակում է մթնոլորտային օդի աղտոտվածությունը, այսինքն երկու գործոնների միաժամանակվա առկայությունը, որովհետև այդ օդային հոսանքների կանգը նաև իր հերթին բերում է կարծես արարատյան գոգավորությունում փակման, օդային հոսանքների ճանապարհի փակման եւ չի թողնում, որ Երևանում օդը տեղաշարժվի եւ բնականաբար ստեղծվող արտանետվող գազերը, փոշին նաեւ կուտակվում են այս հատվածում։ Դրա համար էլ երկու երևույթը միաժամանակ դիտվում է։ Սա նորություն չէ, նախորդ տարիներին երբևէ ունեցել ենք նման իրավիճակներ, կմասնավորենք։ Այո, սա նորություն չի, սա բնորոշ է արարատյան գոգավորության այս ժամանակահատվածում, քանի որ այս ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը կտրուկ ընկնում է, հատկապես գիշերային ժամերին, եւ ինչն էլ իր հերթին բերում է այդպիսի սառ օդային զանգվածների կուտակման, եւ դա բնորոշ երևույթ է արարատյան գոգավորությանը։ Յուրաքանչյուր տարի այս ժամանակահատվածում այս օդի աղտոտվածության այս խնդիրները այս ձևով սրացվում են, արտահայտվում են եւ անհանգստություն պատճառում մեր քաղաքացիներին, քանի որ տեսանելի եւ նաեւ զգալի տարբերակով քաղաքացիները զգում են այդ օդի փոփոխությունը։